Երևանը տեղափոխվեց Գյումրի, Գյումրին չտեղափոխվեց Երևան։ Իսկապես իրենք ուզում են, որպեսզի Փաշինյանը իր իշխանությունը հեռանա, մինչև ընտրությունը փողոցը պետք է եռա։ Կար միայն մեկ թեկնածու, որը ուներ քաղաքական հնարավորությունները, բագաժը, բովանդակություն վերջի վերջո պիտի ներկայացնել, թե չէ, դուք եթե ուզում եք Փաշինյանին փոխել, դուք ինչպիսի Հայաստան եք պատկերացնում։ Չկա մի բան, որ իրենք չեն անի իշխանություն պահելու համար։ Այնպիսի տերոր ինֆորմացիոն դաշտում, ինչպես տեղի ունեցել Հայաստանում վերջին 5-6 տարվա ընթացքում, երբեք չի եղել։ Մի հատ հարված ա պետք։ Մի հարված ու ընկնելու է այս իշխանությունը։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան քաղաքագետ 24 News լրատվական կայքի ղեկավար Նարեկ Գալստյանին։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Այս օրերին ամբողջ ուշադրությունը հանրային դաշտի, քաղաքական դաշտի ուղղված է Գյումրին, կա գնահատական, համենայն դեպս մեդիայով այդպիսի պատկեր է ստեղծվել եւ այդպիսի տպավորություն, կա գնահատական, որ իրականում այդ ուշադրությունը ուռճացված է, եւ օրինակ դուք ասում եք, որ ձեզ համար առանձնապես նշանակություն չունի, թե ընդդիմադիր որ գործիչի վերջո կընտրվի քաղաքապետ, ձեզ համար շատ կարևոր է, որ արդյունքում Գյումրին վերաճի համապետական գործընթացի փոփոխությունը այդպիսի նշանակություն ունենա։ Հիմա հարց. ինչ սկզբունքով ու ինչ որոշումներով պիտի առաջնորդվի Գյումրի ապագա քաղաքապետը, որի անունը դեռ չգիտենք, ընդդիմադիր քաղաքապետը, որպեսզի ընտրության արդյունքը վերածվի համապետական նշանակության։ Դա ներողություն, Գյումրիի քաղաքապետից է կախված լինելու, թե առավելապես կարևորվելու է, թե ինչպես կարձագանքի Երևանը, ինչպես կարձագանքեն ընդդիմադիր գործիչները Երևանից։ Եկեք փուլերի մասերի բաժանենք, հա, մեր խոսակցությունը մաս համար առաջին կարևոր էր, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում որպես երկրորդ մեծ համայնք գրանցեր պարտություն։ Սա առաջին այսպես կարևոր հաղթանակն էր, որը տեղ ունեցավ։ Գրանցվեց հետևյալ պատկերը, քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը չկարողացավ միայնակ առնվազն ինչև հիմա ձևավորել եւ հետագայում չի կարողանա այդ հայելի չոր աներ համայնքապետ չկարողացավ ինքը ընտրել համայնքային 50+1% որպես այդպեսին քաղաքացիական պայմանագրի չստացավ։ Սա պետք է ընկալել որպես հաղթանակ։ Հիմա երկրորդ հանգամանքը երևի թե մենք էլ շատ ուռճացրեցինք ու մտածեցինք, որ Գյումրին կարող է դառնալ համապետական գործընթացի սկիզբ, որ Գյումրիից հնարավոր է քայլով գալ Երևան եւ պայմանական կրկնել 2018 թվականը։ Խոսքս լրատվամիջոցների եւ քաղաքական դաշտի մասին է։ Եկեք ֆիքսենք հետեւյալը, որ կար միայն մեկ թեկնածու, որը ուներ այդ քաղաքական հնարավորությունները, բագաժը, ինչպես նաեւ ունակությունները, որը մեծ հաշվով կարող էր նմանատիպ փորձ անել, խոսքս Ռուբեն Բաղդասարյան վերաբերվում։ Մնացած բոլոր թեկնածուները ես ոչ մեկի նկատմամբ ոչ մի բան չունեմ, իրանք առավել եւ մասնավորապես համայնքային թեկնածուներ են, որտեղ գերիշխում է իրենց պայքարի մեջ, իրենց նախկինում ունեցած խնդիրները, փոխհարաբերությունները եւ այլն։ Այո, իրենք ընդդիմադիրներ են։ Ես նախ այդ բանը չկա մեկը մյուսին ասում անդիմադիր, ես չգիտեմ այդ բանը կնիքը ով դնում եւ այլն, այդ մարդիկ ներկան որպես ընդդիմադիրներ, մենք պետք է ընդունենք դա որպես առեգիտություն, բայց այդ մարդիկ համապետական մակարդակի եւ մասշտաբի գործիչներ չեն, համայնքային գործիչներ են։ Վարդան Ղուկասյանն եղել է համայնքապետ Գյումրիում, պատգամավոր Գյումրիից ընտրված, առավելապես մշտապես խոսել է Գյումրիի մասին, հա հիմա ինքը քաղաքականացրեց ԿՊ-ին, կպավ եւ այլն, բայց ես սա գնահատում եմ իբրև այսպես նախընտրական տրամաբանության մեջ։ Տեսեք, Հայաստանում կան բազմաթիվ ընդդիմադիր համայնքապետեր, նրանց մի մասը չդիմացավ այդ փորձությանը եւ կարծես թե դուրս եկավ պայմանական ընդդիմադիր պայքարից։ Ինչ փոխեց դա համապետական տրամաբանության մեջ։ Ասենք օրինակ, նույն պատմությունը գրեթե Գորիսում էր։ Ստավկաները բարձրացրել էին, չգիտեմ, դժդեհները պետք է հաղթեն, ասենք Դավաճան իշխանությունների եւ այլն, ինչ եղավ։ Դա Արուշ Արուշյանը ընտրվեց համայնքապետ, Արուշ Արուշյանը
շարունակում է աշխատել օրվա իշխանություններ եւ դա համայնքապետի, ես դա չեմ ասում ինչ որ տենց վերևից ինչ որ վանկարդ, վարկաբեկելու կամ անի համար, այդպես է ստացվում։ Ցանկացած համայնքապետ, որ ունի տեղային խնդիրներ, մեն ուզի եւ չուզի օրվա իշխանությունների հետ աշխատում է։ Այսինքն սա առաջին հատվածը։ Հիմա գալով ձեր բուն հարցին, թե ինչպես պետք է համապետական դառնալ պայմանական ասած, հա։ Գիտեք, եթե Գյումրիում ընտրական գործընթացները եւ Երևանում քաղաքական process-ները որոշակի զուգահեռություն ստանային, ապա այդ երկուսի միասնությունը կարող են ինչ-որ արդյունք բերել, բայց Երևանը տեղափոխվեց Գյումրի, Գյումրին չտեղափոխվեց Երևան։ Ոստի մնացածը հիմա ով կդառնա համայնքապետ, ով չի դառնա, անկեղծ ասած չեմ կարծում, որ ունենալու է գյումրեցիների համար ունի կարևոր նշանակություն, բնականաբար ամենքի նախընտրած տեխնացուն ունի, բայց համապետական տրամաբանության մեջ դա ոչինչ չի փոխելու, ով էլ դարձավ Գյումրիի համայնքապետ, աշխատելու է, այսինքն խոսքս Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի մասին է, հա, եթե պայմանական ասենք, աշխատելու է օրվա իշխանության հետ, այս կամ այն չափով։ Այնուամենայնիվ քարոզչական դաշտում ֆոնային իմաստով լուրջ փոփոխություն կարող է առաջ բերել 26-ի համապետական ընտրություններից առաջ, համենայն դեպս հոգեբանական առումով ընդդիմությանը կարող է առավել մեծ ինքնավստահություն հաղորդել եւ ճիշտ հակառակը իշխանության պարագայում։ Հիմա տեսեք Երևանյան տրամադրությունները քաղաքական տարբեր թևեր ըստ նպատակահարմարության տարբեր ուրեմն տրամադրություններ են գեներացնում։ Մի դեպքում ֆիքսում են, որ փաստորեն կարելի է ընտրություններով հաղթել այս իշխանությանը եւ հետեւաբար իրենք ջատագովն են 26 թվականի ընտրություններին պատրաստվելուն եւ մյուս հիմնական հակակարծիքը այն է, որ այդուհանդերձ Գյումրին չի կարելի պրոյեկտել համապետականի մասշտաբին, խաբուսիկ է եւ առավել եւս իշխանությունը դասեր է քաղելու եւ թերացումները շտկելու է եւ առավել մեծ զինանոցով պատրաստվի 26 թվականի ընտրությանը։ Հիմա մի բան, որը ինքս տեղում ֆիքսել եմ եւ դրա մասին կարող եմ խոսել։ Շատ խոսվեց մեդիայի ներգրավվածության մասին։ Իդեպ իշխանության ներկայացուցիչը ասում է մեդիան տերոր իրականացրեց, իր որակումներին դեռ կգանք, հիմա Գյումրիում հնարավոր եղավ ընդդիմության ռեսուրսները այնպես կոնսոլիդացնել, որ եղած ռեսուրսը բավարարի, օրինակ, շատ պարզ բաներ եմ ասում, ահազանգերի հետքերով լրատվամիջոցներին հասնելու համար։ Դիտորդական առաքելությունը կարողացավ ֆիքսել, արձանագրումներ անել, բայց արդյոք ընդդիմության ռեսուրսը բավարարելու է համապետական մասշտաբին նույն ուրեմն որակի աշխատանք ցուցաբերելու համար։ Սա հարցերի հարցն է։ Նախ թույլ տվեք չհամաձայնվել ձեր ձևակերպման հետ, որովհետև ես հեռանում եմ մտքից, որ օրինակ 24 նյութերի ղեկավարն եմ ես, ինքան դիմության ռեսուրսն է։ Այսինքն սա մեկ մենք լուսաբանել ենք եւ շարունակում ենք լուսաբանել եւ կարծում այլ գործընկերներ առանձնապես այդպես այդ հարցում համաձայն չեն լինի, բայց դա իրենց նույնն է։ Այսինքն մենք լուսաբանել ենք եւ լուսաբանում ենք։ Ներողություն թույլտվեք, համար սա մեր գործընկերներին է վերաբերում, ես արձագանք եմ։ Լրատվամիջոցները, քանի որ մեծամասամբ թեորիապես ընտրախախտումները իշխանության կողմից են, երբ որ լրատվամիջոցը արձանագրում է այդ խախտումը, այո, դա հանրային շահին է նպաստում, բայց նաև բնականաբար ընդդիմության շահին է նպաստում։ Հետևաբար մեկտեղվել են ընդդիմության ու հանրային շահը այս պարագայում եւ լրատվամիջոցի առաքելությունը։ Ես կարծում եմ, որ անունը լրատվամիջոցի առաքելությունը այդ բային հնարավոր եղած ընտրախախտումները լուսաբանելն է, հանրայնացնելն է, անկախ թե դա ով է արել, սա այսպես է։ Գալով երկու այն հարցին, թե որքանով է հնարավոր Գյումրիում տեղ ունեցած ընտրությունները համեմատել սպասվող համապետական գործընթացի հետ։ Պիտի ֆիքսենք այնուամենայնիվ, որ Գյումրիում երկու հիմնական ընդդիմադիր տեխնացուները, որոնք որ իրարից քիչ տարբերությամբ ձայներ հավաքեցին, կրկին համայնքային գործիչներ են, ունեն ես Գյումրիի մեծ մասնագետը չեմ, բայց պատկերացումս մոտավորապես հետեւյալն է, որ ամեն մեկը իր հարազատ ընտրատեղամասերում եւ իր հարազատ միջավայրներում լինելով հեղինակություն ստանում է բացարձակ ձայն։ Հիմա հարց եմ տալիս, օրինակ պայմանական, եթե Վարդան Ղուկասյանը չլիներ կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ, այլ լիներ, չգիտեմ, ասենք Բարգավաճ Հայաստան։ Որևէ բան չէր փոխվում։ Ինչ-որ բան փոխվելու է, մարդիկ գնալու են եւ Վարդան Ղուկասյանին ձայն են տալու։ Խիստ անձնավորված է։ Այո, երեք իդեպ միտեղ բան տեսա, այսպես Facebook Reels-ով եկավ աչքից, որ մեկին մոտենում հարցնում ասում են կուզենաք, որ ընդդիմությունը վերջապես Գյումրիում կողմնորոշվի, չէ, ընդդիմությունը պետք չի։ Ասում են, բա
բայց Վարդան Ղուկասյանը ուզում եմ, այսինքն թե Մարտուն Գրիգորյանը, թե Վարդան Ղուկասյանը, ընդհանրապես համայնքային որևիցե գործիչ այդքան չի ընկալվում իր քաղաքական, այսպես հայտարարությունների, որքան ինքը իր անձով այդ քաղաքի տղա լինելու, այդ քաղաքում իր միջավայր ունենալու հանգամանքով։ Հիմա ուստի այդ առումով շատ դժվար է ասել, որ համապետական ընտրություններին կարող են ստանալ նույն էֆեկտը։ Եկեք ֆիքսենք, որ այո, օրվա իշխանությունը իր բոլոր սարսափելի գործողությունների հետևանքով ունի իսկապես սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, ունի իսկապես պատմական ցածր մինիմում վարկանիշային առումով կա այս իշխանությունների նկատմամբ արդեն հստակ գեներացված ատելություն, որովհետև իրենք այլևս ոչ թե զբաղված են միայն իշխանություն պահելով, այլ զբաղված են ցավոք մեր ինքնությունը փոխելու գաղափարական պայմանական, բայց իրականում խորքի մեջ զերո գաղափար ունեցող եւ կոնյունկտուրային տրամաբանությունից ելնելով հայտ ներկայացնել, հա, սա ամենասարսափելին է որ կա։ Հիմա արդյոք ընտրություններով հնարավոր է փոխել օրվա իշխանությունը, տեսականորեն բնականաբար հնարավոր է փոխել օրվա իշխանությունը, բայց ինչպիսի որակով, ինչպիսի գլուխներով, ինչպիսի դասավորվածությամբ, արդյոք ընդդիմությունը, չգիտեմ, 2-3 հիմնական էշելոններով է գնալու, թե էլ մասնատվելու, ասենք օրինակ 5 էշելոնով կամ 6 էշելոնով է գնալու, արդյոք հետո հետընտրական գործընթացների ժամանակ կարողանալու են իրար հետ բանի գալ, համաձայնության բացանք, հարցերն են, որոնք որ դեռևս պատասխաններ չունեն, հա։ Ամենապես ես մի բան գիտեմ, եթե իսկապես իրենք ուզում են, որպեսզի Փաշինյանը եւ իշխանությունը հեռանա, մինչեւ ընտրությունները փողոցը պետք է եռա։ Մինչև ընտրություններ, կարող է այդ գործընթացները զուգահեռ ընթանա, բայց փողոցը պետք է եռա, որպեսզի հանկարծ օրվա իշխանության մտքով նաև չանցնի անել մի բան, որը ոչ օրինական կերպով կարող է երկարացնել իրենց քաղաքական ճակատագիրը, այսպես ասեմ։ Ընտրությունները լեգիտիմ հնարավորություն են, առանց բռնության հնարավորություն են ընտրություն փոխելու, եթե կարողանաս այդ ամբողջ ընթացքը վերահսկել։ Բայց նորից հարցը թե ինչպիսի բովանդակության մեջ է։ Այստեղ այլևս համանքային գործիչներ չեն առաջադրել։ Այստեղ իշխանությունն իր ամբողջ զինանոցը օգտագործելու է, նախկին ու ներկան անելու է, չգիտեմ, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Թալլաննը ես շատ եմ, մի խոսքով այն բոլոր էպիտետները, որոնք որ այս ընթացքում են արել, այդ 7 տարվա ընթացքում դրանք նորից աշխատելու են այս կամ այն չափ։ Ոստի բայց սպառել են մեծ սամասամ, դրանք նախկին ուժգնությունը չունեն։ Սպառել են, բայց պետք է հասկանալ, թե ընդդիմությունը ինչ բովանդակություն պետք է ներկայացնի։ Ինչ օրակարգ կա։ Եվ ինչ օրակարգ պետք է ներկայացնի։ Սա շատ կարևոր է, այդ բովանդակության հարցը իսկապես կարևոր է, էլի։ Մենք հիմա խոսում ենք, որ իշխանությունը էս այն եւ այլն, բայց պիտի մի քիչ քննադատությունը վերաբերվի ընդդիմությանը եւ անկախ թևերից, հա։ Այսինքն դուք բովանդակություն վերջի վերջո պիտի ներկայացնեք, թե չէ։ Դուք եթե ուզում եք Փաշինյանին փոխել, դուք ինչպիսի Հայաստան եք պատկերացնում։ Այդ փոփոխությունը պայմանական Նիկոլ Փաշինյանից հետո 7 օրը ինչպիսին պետք է լինի Հայաստանում։ Դուք ոնց եք արձանագրելու մարտահրավերներին, այդ ասենք չգիտեմ, նա գնա ես կամ տարբերությունը ժողովուրդը իր ողնաթուցով զգում է։ Ոստի այո Փաշինյանը պիտի գնա, որովհետև սա այլևս եթե չգիտեմ, սա ամենակարևոր բանն է, բայց բավարարը չէ, հա, այսպես ասեմ։ Եվ երկրորդը ինչպիսին պետք է լինի այս երկրի բովանդակությունը իր գնալուց հետո։ Համաձայն եք, որ դա ամենակարևոր հարցն է, որը թե դուք, թե շատերը ընդդիմադիրներին ուղում են, նաև պիտի արձանագրել, որ մենք հստակ պատասխան դրան չենք ստացել։ Մենք ունենք իմիտացիա, որ ընդդիմությունը գիտի, ինչ բովանդակությամբ Հայաստան պիտի լինի, բայց եթե գիտի, ապա ինչու դա հանրամատչելի ձևով չի ներկայացնում, որ հանրության ստվար զանգված, ասենք 70%-ից ավելին, որը չի կողմնորոշվում ում ընտրել, ի վերջո ստանա իր հարցերի պատասխանը եւ կողմնորոշվի։ Մի քիչ տեսեք, իրենք էլ են ներվիճակում հայտնվել, եւ սրա մեջ կա թե օբյեկտիվ եւ թե սուբյեկտիվ հանգամանք։ Ես չեմ հավատում, որ Հայաստանում ընդդիմադիր շրջանակներում չկա ինտելեկտուալ միտքը, որը հնարավոր է նոր օրակարգ գեներացնի։ Բայց եկեք մի բան հասկանանք, թե վերջին 5 տարվա ընթացքում մասնավորապես, խորեն համոզում 7 տարվա ընթացքում, բայց ընդհանրապես իմ մասնավորի 5 տարվա ընթացքում ինչա տեղի ունեցել մեր երկրում։ Պարտություններից հետո, այս ողբերգություններից հետո իշխանությունը ժողովուրդը օբյեկտիվորեն իշխանությունը մի կողմ տանում, ժողովուրդը օբյեկտիվորեն մեր քաղաքացիները օբյեկտիվորեն վախեցած են նոր պատերազմից։ Սա օբյեկտիվ իրականություն է, որովհետև սա էլ պիտի խոսենք, երավլուրում պարկած մեր նահատակ հերոսները
հիմնականում իրենց ճնշող մեծամասնությամբ Հայաստանի Հանրապետության պարզ շարքային քաղաքացիների զավակներն էին, պարզ շարքային ընտանիքների զավակներն էին, ուրեմն եւ հայկական էլիտայի զավակները կամ ներկայացուցիչները կամ ազգականները, չասեմ բոլորի մասին է խոսքը, որտեղ օրինակ ես գիտեմ օրվա բարձրաստիճան պաշտոնյայի որդի, որը վիրավորվել է Ջաբրայիլում։ Խոսքը Սարա Այվազյանի որդու մասին է, այդ օրվա արտգործնախարարի մասին է, օրինակ են ասում են, եւ այսպես շարունակ։ Փոխարտգործնախարար, հետո դարձավ անմիջապես արտգործնախարար։ Բայց դա հատուկ է դեպքեր են, հա, ես խոսում ընդհանրապես ընդհանրական պատկերի մասին։ Հիմա մարդիկ վախեցած են նոր հնարավոր պատերազմ։ Իշխանությունը այդ վախը ավելի է խորացնում։ Ադրբեջանական խոսույթը եւ թուրքական խոսույթը բացառապես նպաստում է այդ վախի խորացմանը։ Ուստի եւ հայաստանյան ընդդիմությունը, ովքեր որ հայտ են ներկայացնում փոխելու Նիկոլ Փաշինյանին, պիտի կարողանան մեր ժողովրդին հավաստիացումներ տալ, որ Փաշինյանի փոփոխությունը չի բերելու նոր եւ իր բնույթով ավանտյուրիստական կամ արկածախնդիր պատերազմի, ինչի վախերի վրա ամեն աստծո օր պերմանենտ աշխատում է օրվա իշխանությունը, այդ խոսույթը ում երեխաների հաշվին եք հետ վերելու, այդ որ Արցախը այդքան լավ տեղ էր, բա ինչի փող էին տալիս գնում էին ծառային, այս խոսույթը դեռևս ես կարծում եմ ունի իր լսարանը, այսինքն բոլոր այն մարդկանց սրտերը, որոնք որ իսկապես ցանկանում են, չգիտեմ, փոփոխություն, փախչող ադրբեջանցի զինվոր տեսնել, ես չգիտեմ, այդ բառը չեմ հուսափի, ռևանշ անել, այդ մարդկանց սրտերը վաղուց այլևս ընդդիմության հասկամային հատվածի հետ է։ Հիմա պետք է աշխատել են մարդկանց հետ, որոնք որ վախենում են պատերազմից, եւ իսկապես հավաստիացնել, որ նոր պատերազմ չի լինել։ Եվ հավաստիացնել, որ այս իշխանության օրոք է ամենամեծ հավանականությունը այս առումով տեսեք ինչ է ասում Փաշինյանը, ինքը բերում է դեռ այդ թուղթը չի ստացել, բայց ինքը բերում է թղթի մասին հույսեր, որ տեսեք, այս ամբողջ ողբերգությունից հետո լավ, վատ, սխալ, ճիշտ, մի կողմ թողնենք այդ ամեն ինչը, չնայած դա ճակատագրեր եւ հայրենիքի կործանումներ, բայց դա հարցի մյուս կողմն է։ Ես բերում եմ մի թուղթ, որը միգուցե այդքան էլ լավ չի, որը միգուցե այդքան էլ գեղեցիկ չի, օձիքը այդքան էլ օստայած չի, բայց սա այնուամենայնիվ խաղաղություն է։ Իսկ այն ինչ որ բերում են կամ սրա դեմ խոսողները, իրենք բերում են նոր պատերազմ։ Հիմա երբ որ դու մտնում ես այս օրակարգի մեջ, դու ստեղ շահելու շանս գրեթե չունես, հասկանում ես, որովհետև ոչ մեկ պատերազմ չի ցանկանում։ Միգուցե շատ խորացա եւ ծանրացա այս թեմայի վրա, բայց ես սրան իսկապես կարևոր ուշադրություն եմ դարձնում։ Սա մեկ, երկրորդը այդ նույն խոսույթների առումով, այդ դու իրանք նախքին ներկայանում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի փոփոխությունը բացարձակապես գոնե ինձ համար չի նշանակում եւ որևիցե ես վստահ եմ առողջ ու ադեկվատ մարդու համար, որ եթե ինչ-որ մեկ ինչ-որ բան գողացել է, այդ մարդը պետքա, չգիտեմ, չպատժվի կամ բան չանի, 7 տարի իշխանության եք, պատժեիք, ով է ձեզ խնդրում, ավելին հաջորդ եկողն է պիտի պատժի։ Դες մեր կռիվը նրա համար չի, որպես եթե ինչ-որ մեկը մի բան գողացել է, գողությունը կարողանա մեր կռիվը դրա համար, որ պետություն մենք կարողանանք պահել ու պահպանել ու պետության ինչպիսի բովանդակություն, սա էլ է շատ կարևոր։ Ուստի եւ ընդդիմության օրակարգը իսկապես պետք է փոխվի։ Այդ օրակարգը պետք է լինի ոչ թե Փաշինյանի հետ պոլեմիկայի մեջ գող փիսո եւ քաչալ շուն, այլ մենք պիտի խոսենք Հայաստանի ապագայի մասին։ Մենք այս մասին խոսում ենք 21 թվականից առաջ, 21 թվականից հետո, հիմա 26 թվականից առաջ ընդդիմության օրակարգի կարևորության մասին, բայց շոշափելի փոփոխություն չենք նկատում, հասկանալի է ընդդիմության վիճակն էլ հեշտ չէ, դրան էլ դուք անդրադարձեք։ Ես մի հարցի եմ ուզում անդրադառնալ, որը կարծում եմ ոչ պակաս կարևոր է։ Դուք ասում եք, որ իշխանությունը որքան էլ փորձի խուսանավել Արցախը կործանածի այդ իրողությունից, միևնույն է դա մշտապես իրենց հետապնդելու է եւ պատմական հավաքական հիշողությունը դա չի ստվերելու։ Բայց մի կարևոր բան շատ ակնհայտ է, որ իշխանությունը դա շատ լավ հասկանալով, վուլգար գործիքակազմով, ագրեսիայով, ընդհանրապես բոլոր հնարավոր միջոցներով թիրախավորում է մեր հավաքական հիշողությունը։ Ասենք մենք վերջին անգամ չենք հիշում, թե երբ ենք կարևոր նշանակության օրերը ըստ պատշաճի նշել։ Իսկապես չկա այդ մասին տեղեկություն նաև մեդիայում։ Քարորիայի սկիզբներ որևիցե այսպես
ակնարկ անգամ, չէ, էլ պատշաճությունը մի կողմ, պատշաճություն վաղուց այլևս չի կարելի ակնարկել իրենցից, ակնարկ անգամ չկա։ Անգամ այդ տղաների մասին չխոսվեց, գերեզման չգնացին, ասած ասեմ, ուղղակի։ Հիմա այդքան վարպետորեն թիրախավորում են մեր հավաքական հիշողությունը։ Այստեղ նաև շատ կարևոր է դարձյալ ընդդիմության անելիքը, երբ որ մարդկանց հիշողությունը, հանրային հիշողությունը անընդհատ հարձակման է ենթարկվում։ Պետք է ես հասկացա ինչ եք ասում։ Ուրեմն ես դա բացառում եմ ուղղակի եւ գիտական տեսանկյունից եմ բացառում եւ մեր պատմության օրինակները եւ բազմաթիվ հայ ժողովրդի պատմության։ Եկեք բացառենք, բայց դուք մտավախություն չունեք, որ այս իշխանությանը ի վերջո հաջողվելու է պատմական հավաքական հիշողության մեջ անցք բացել։ Ոչ, որովհետեւ ես ես հավաստիացնում եմ, որ բոլոր այդ մարդիկ, որոնք հայ ժողովրդի կողմից եւ հայ պատմագրության կողմից դաջվեցին դավաճան անունով, այդ բոլոր մարդիկ իրենց օրոք մաքսիմում անում էին ապացուցելու համար իրենց ճշմարտացիությունը կամ իրենց գործողությունների այլընտրանք չունենալը։ Եթե որևիցե մեկը մտածում է, որ ասենք Մերուժան Արծունին ու Վահան Մամիկոնյանը երբ որ առաջնորդում էին Պարսից զորքերը Հայաստան, դրա փաթեթավորումը ժամանակից լեզվով ասած հանուն Հայաստանի եւ հանուն հայության չէին անում, չարաչար սխալվում են։ Եթե որևիցե մեկը մտածում է, որ Տաթևի Դավիթ Ուրացողը կամ Մելիք Ֆրանգյուլը, որոնք որ հավատափող եղան եւ պարսական զորքերով առաջնորդում էին դեպի Սյունիք եւ հետագայում հույս ունենալ նաեւ դեպի Արցախ, ու դա չէին փաթեթավորում իրական Հայաստանի եւ դեպքերի իրական ընթացքի տրամաբանության մեջ, տրամաբանությունով բացատրում դա, չարաչար սխալվում են։ Հայ ժողովրդի հավաքական հիշողությունը այդ մարդկանց մասին տվել է պատմական գնահատական, ինչքան էլ այսօր փորձեն մեզ, չգիտեմ, ներկայացնել, որ տեղի ունեցած այլընտրանք չի ունեցել, որ այն ինչ որ հիմա է տեղի ունենում դա այլընտրանք չունի, որ այդ 5000 կամ 4000 կամ չէ, այսինքն դա ամեն մեկը մարդկային ճակատագիր է, հա, հազարավոր այսպես ասեմ, որտեղ ես անուններով արդեն մարդկանց համար ճանաչում եմ, ինքան եմ կարծում ամեն օր այդ մարդկանց մասին, նահատակների մասին է խոսքս, հազարավոր երիտասարդների կյանքի կործանումը, տասնյակ հազարավոր խեղված ճակատագրերով երկրում այս խոսույթը գեներացնելը կարող է ժողովրդի պատմական հիշողությունը փոխել, չարաչար սխալվում է։ Այ ժողովուրդը եկեք այսպես ասեմ, մենք շատ ենք քննադատում մեզ, շատ ենք քննադատում իրականում, որովհետև մենք, չգիտեմ, ասենք։ Ես ուզում եմ էլիտային քննադատել ոչ ժողովուրդ։ Էլիտաները մի կողմ, այսինքն մենք որպես այդպեսին խորհրդային ժամանակներ ենք դրանից առաջ Օսմանյան կայսրությունում ենք ապրել, Բյուզանդիայում ենք ապրել, Կիլիկիայում ենք ապրել, պարսկական իշխանություն, ռուսական կայսրությունում, այսինքն այդտենց կարող են գնալ հաստատ մինչև Ռոմ, հա, Սասանյան, Պարսկաստան, Աքեմենյաններ եւ այլն, բայց հայ ժողովրդի պատմական հիշողությունը պահպանվել է մինչև այսօր։ Պահպանվելու է եւ 3000 տարի հետո եւս, ուստի այդ խղճուկ փորձերը ցույց տալ, թե տեղի ունեցած այլընտրանք չունի, դա ուղղակի այսպես Բայց համաձայն որ ձեռքերը ծալածել չպիտի նստենք վստահելով այդ իներցիային, որ ժողովուրդը միշտ ի վերջո ճիշտ կնիք է դնում։ Ես կարծում եմ, որ պետք է նորից գալով դրան, պետք է Հայաստանում տեղ ունենա իշխանության փոփոխություն։ Իշխանության փոփոխությունը պետք է բերի նոր բովանդակություն։ Այդ նոր բովանդակությունում իսկապես պետք է կառուցվեն իրական Հայաստանը, որ մենք ունեցել ենք, որտեղ դա շատ իրական եւ ռեալ Հայաստան էր։ Շատ առարկայական, առավել առարկայական, քան իրենց այսօրվա խոսույթը, պահվածքը, գրեհիկ ու լկտի ցեղարձակումները այն ամեն ինչի մասին, ինչը մեզ համար թանկ է եղել։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Գիտեք, ես չեմ ուզում ասել, որ Փաշինյանի բոլոր խոսքերն ու խոսույթները իրավունք չունեին քննարկման ենթարկվելու։ Ավելին ձեզ ասեմ, մշտապես Հայաստանի 30 տարվա պատմության մեջ փակ ակումբներում, փակ տեղերում, փակ միջավայրերում մարդիկ սեղանների շուրջ քննարկել են ինչ-որ հարցեր։ Խոսքս վերաբերում է մարգինալ, հա։ Ոչ, որոշումներ ընդունողների մասին եմ անգամ խոսում, իսկ այդ քննարկումները իսկապես միշտ եղել են Հայաստանի զարգացման ռազմավարության մասով միշտ եղել են, բայց այն հախուռնությունը, որ առավոտը սարքած մի բան որոշես կեսօր մի բանից եւ այլն, դա երբեք չի արտացոլվել հանրային դաշտում, որովհետեւ եթե դու ինչ որ մի Ամանավանդ
ինքը քաղաքակրթական փոփոխությունների այսպես որոշակի հավակնություն ունի, տեկտոնական փոփոխությունների մասին է խոսում, որից հետո այն բովանդակությամբ հայը, որը եղել է մինչև այսօր, այդ բովանդակությամբ հայը եւ այդ բովանդակությամբ Հայաստանը չի լինելու, հասկանում եք։ Այսինքն միշտ կիսաճշմարտություններով է առաջնորդում, սա շատ կարևոր հանգամանք է։ Կիսաճշմարտությունը այն հանգամանքը, որ այո, Արցախը մենք այսօր զենքով հետ վերադարձնելու հնարավորություն չունենք, հա, բայց ինչի չունենք, այդ դրա մասին չի խոսում, կամ խոսելուց այսպես ուրիշների վրա է բան։ Հա, էլի մոտավորապես ինքը մեկի մարդուն սպանես, վերջում ասես, չգիտեմ, սպանությունը հանուն իրեն է, այսպես է։ Քեզ սպանեցի միայն բացառապես քո շահերից ելնելով։ Հասկանալի է, ես կուզեի մինչև հաղորդումը ամփոփել մի երկու դրվագի անդրադառնալ այս օրերի մեր իրականություն, որը խիստ դատապարտելի է, օրինակ ես հիշեցրի իշխանության ներկայացուցիչը Գյումրիում մեդիայի աշխատանքը բնութագրեց մեդիա տերոր, բայց օրինակ այդ մարդը իշխանության ներկայացուցիչը տերորի մասին խոսելու իրավունք չունի, որտեղ առավոտից երեկո իրենք են ահաբեկում մեր հանրությանը, մեր ժողովրդին, ասենք պատերազմը, որ չստորագրենք այդ թուղթը պատերազմ կլինի, որ ասենք 75 տարեկան տարեց կնոջը բռնի վերաբերմունքով տանում են 72 ժամ անազատության մեջ են պահում, հետո ստիպում են ինչ-որ ցուցմունքներ տալ, որ ուղղակի ազդանշան տվող քաղաքացուն բարեփոխված համակարգի պարեկները տապալում են գետնին, այսինքն այս մարդիկ դեռ խոսում են ահաբեկումների մասին, ու սա հստակ մի բան է, որ իշխանությունը գնալով առավել կոշտացնում է իր գործելավոճը ու ըստ երևույթին ինչ որ բայ չի էլ թաքցնելու, որ վերածել են ես Հովիկ Աղազյանի շահերի պաշտպանը լինելու հավակնություն չունեմ բացարձակապես։ Մերկացավ այդ դեպքով։ Եվ չէ, ես ամենագրհիկ բանն եմ ձեզ ասում, իշխանության քարոզչամեքենան ՔՊ-ի հետ ուղակի հակասություններ ունեցող անձնավորությանը, 60 անձ անձնավորությանը դարձրեց միասեռական, որը ակտիվ սեռական կապի մեջ է 3 տղամարդու հետ միաժամանակ։ Ես հիմա մի քիչ կրկնակացնում եմ իմ խոսքը, բայց դա ուղիղ մեջ բերում էր իշխանության քարոզչակ մեքենայի ուղիղ իդենտիֆիկացված կայքի, այդ կայքի իդենտիֆիկացված տիրոջ եւ այդ տիրոջ կողմից վարվող քաղաքականության։ Հասկանում եք, կարմիր գիծ որպես այդպիսին, որը մշտապես ընդդիմության հիմնական խնդիրներից մեկն էլ միշտ եղել է, եւ սա երևի թե խնդիրը չէ, այլ առավելություն է որոշ մարդկանց մասում, բոլորի մասում չեմ խոսում, որ մշտապես այդ կարմիր գծերը ինքն իր ուղի մեջ ունեցել է, որովհետեւ գիտեք, երբ որ դուք պետական համակարգում աշխատել ես, անվտանգային համակարգից ինչ որ կապ ես ունեցել, կամ ընդհանրապես լավ համակարգային մտածողություն կա, ունեցել, միշտ ասել ես, դե այս գծից ընկում չի կարելի այլևս անցնել, հա, սրանք որևիցե կարմիր գիծ չունեն, որևիցե բացարձակ չկա մի բան, որ իրենք չեն անի իշխանություն պահելու համար, չկա, բառես բուն իմաստով չկա, այսինքն այստեղ ինչ-որ իլյուզիաներ տածել, որ իրենք ինչ-որ տես մենք մեդիատերոր ենք անում, իրենք էլ սպիտակ ասպետներ են, սպիտակ բաների վրա եւ այլն, շորտ այնպիսի տերոր ինֆորմացիոն դաշտում ինչպես տեղի ունեցել Հայաստանում վերջին 5-6 տարվա ընթացքում, 7 տարվա ընթացքում ավելին ասեմ, 5-6 չէ, ես միշտ պատերազմից հետո եմ նայում նաեւ Արցախի տրամաբանությունով ելնելով ահակա Արցախյան գծի տրաման, երբեք չի եղել, եւ ես շատ մեծ հույս ունեմ, որ մի օր իսկ ամեն ինչ ունի իր ավարտը, երբ որ կգնա այս իշխանությունը, երբեք էլ չի լինի, որտեղ դա հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ։ Սամվել Վարդանյանի դեպքը ես երկու դեպք եմ առանձնացնում, որոնք ինձ համար շատ բան է եղել։ Պետությանը հանձնված մարդուն ես նախկին իշխանությունների օրոք անձամբ ինքս ենթարկվել եմ 2000-ականներին հալածանքի, արձակման, չգիտեմ, խնդիրներ եմ ունեցել եւ այլն, բայց մտածել, որ ոստիկանության կողմից ձերբակալված մարդուն կարող են հանձնել քաղաքացիական հագուստով անձանց, որոնք նրանք խոշտանգեն ու հետո հետ կտանեն ոստիկանություն, սա, գիտեք ինչ է, սա նշանակում է, որ մի օր Հայաստանում գալու է իրավիճակ, այդպիսի դեպքերը շարունակվեն, ամեն մեկը մտածելու է սեփական անձի ինքնապաշտպանության մասին։ Սա սարսափելի երևույթ է պետության ավարտ է դա։ Այսինքն մարդը ամենապաշտպանված մարդը որտեղ պետք է։ Դե դրա համար պայմանագիր է կնքում պետության հետ, որ պետությունը իր կարիքները, իր անվտանգությունը, առաջնային բազային հոգսերը հոգա։ Հիմա ամփոփելով մեր հաղորդումը, քանի որ ֆիքսեցինք, որ այս իշխանությունը կարմիր գծեր չունի, դա վաղուց է ֆիքսված, կապելով հաղորդման սկզբի հետ, որ ընտրություններ ունենան համապետական նշանակություն։ Տեսեք, հիմա ի վերջո
երբ որ ընդդիմությունն էլ պակաս է գիտակցում իշխանության գործելավոճը կարմիր գծերի տեսանկյունից, ու կարծեք թե ոչինչ էլ չի փոխվել գործելավոճում, այդ ինչ հրաշքով պիտի 26 թվականին փոխվի իշխանություն կամ փողոցում փոխվի իշխանություն։ Հայաստանին անհրաժեշտ է, ես ցեցված բառեր կարող ասեմ, բայց Հայաստանին անհրաժեշտ է նոր բովանդակության ընդդիմություն, որի բազմաթիվ դերակատարներ այսօր ընդդիմադիր դաշտում կան։ Այսինքն ես չեմ ասում օդից պարաշուտից մարդիկ պետք է իջնեն, պարաշուտով ու բան, բայց պետք է նոր որակի ու նոր բովանդակության ընդդիմություն, որի կրկնում եմ պոտենցիալ բազմաթիվ անդամներ այսօրվա քաղաքական ընդդիմադիր դաշտում ունեն շատ հաջող ներկայություն, այսպես ասեմ, թե խորհրդարանական, եթե արտախորհրդարանական դաշտերում կամ հատվածներում բարձր է գնահատում իրենց հնարավորությունը։ Ես կարծում եմ, որ այդ ուժը, որը չպետք է լինի ուղիղ աֆիլիացված, այդ ուժը, որ պետք է նոր բովանդակություն օրակարգ առաջարկի, այդ բովանդակությունները ուղղակի բառեր չեն։ Դա գործողությունների ծրագիր է, վաղվա Հայաստանի մասին իրենց պատկերացումներն են, որը պետք է լինի ռացիոնալ, առանց, չգիտեմ, հայդատական մոտեցումների, առանց ծայրահեղությունների։ Այսինքն դաշնակցությունից չեք տեսնում առաջին։ Ես ասեմ, դաշնակցության մեջ բազմաթիվ մարդիկ կան։ Հայդատական մոտեցում ես նկատի ունեմ ոչ ռացիոնալ բաներ, այսպես օրակարգեր, պայմանական, չգիտեմ, Արցախը հետ ենք բերելու եւ այլն։ Այդ ամենից fake up չեմ հասկանում, ու դա միայն իշխանության ձեռա տալիս այդպիսի բաներով։ Այսինքն եթե դու հիմա այլես ասես, որ, չգիտեմ, դուք հանձնեցիք Արցախը, ես գալու եմ վերադարձնեմ Արցախը, առաջին հարցը որ քեզ իշխանությունը տալու է, ում երեխաների հաշվին ես վերադարձնելու Արցախը։ Սենց բաներ կան, որոնք որ իմ կարծիքով ծայրահեղացնում են եւ չեն խոսում ընդդիմության, մեզ պետք է ռացիոնալ տարածաշրջանային իրավիճակը, աշխարհակաղակական իրավիճակը եւ ներհայաստանյան իրավիճակը սթափ գնահատող ընդդիմություն, որը հնարավորություն կունենա այս իշխանությունը իրականում, իր ամբողջ մոնստր համակարգով բանով չափից ավելի խոցելու, չափից ավելի թույլ է։ Մի հատ հարված է պետք։ Մի հարված ու ընկնելու է այս իշխանությունը, բայց այդ հարվածը պետք է լինի ճիշտ տեղին, ռացիոնալ ու այսպես ասեմ, ոչ թե իշխանությանը փոխելու տրամաբանության մեջ, այլ Հայաստանը փոխելու տրամաբանության մեջ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։